Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Թեհրանը Երևանին եւ Բաքվին կոչի անում արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը, մինչ այդ երեկ Ալբանիայում Փաշինյան-Ալիև կարճ զրույցից հետո որևէ առաջընթացի մասին չհաղորդվեց, իսկ Ադրբեջանը նոր խնդիր է մատնանշել Հայաստանի զինանշանը։ 4 տարի առաջ Սյունիքում վարչապետ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողը մեղադրվում է անկարգություններին օժանդակելու համար։ Տեղական ավիաընկերությունները նահազանգում են, կառավարության արտոնությունները նոր ուղղություններ բացող ավիաընկերությունների համար հարվածում են իրենց։ Տեղական ավիափոխադրողի գոյությունը կվտանգվի։ Լոռու Արջուտի ոսկու հանքի աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու վերանայել աշխատաժամանակը, սակայն ի պատասխան ազատման դիմում գրելու հորդոր են ստացել։ Դեռ չի տալի ասма գնա ձեր տուն։ Այ քեզ բան։ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ողջունելով ԱՄՆ դրական դերը։ Խելառների տուն, Թարսուշի տակ թանգարան, Գյումրիում այցելելու նոր ու հետաքրքիր տեղեր են բացվում։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո երեկ Ալբանիայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի մասին տեղեկություն չկա։ Փոխարենը Ադրբեջանը առաջացել է իր նախապայմաններում, եղածներին գումարելով նաեւ Հայաստանի զինանշանը։ Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը տարածաշրջանում տևական կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար։ Թեհրանում ընդունելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ իրանական ինքնագործակալության Արաղչին ընդգծել է, Թեհրանը ոչ մի ջանք եւ օգնություն չի խնայի փաստաթղթի ստորագրման համար։ Չնայած խաղաղության պայմանագիրը ստորագրելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, երկու երկրների ղեկավարների նախօրեին կայացած կարճ հանդիպումից հետո առաջընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն չհնչեց։ Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրկնեց խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանները։ Հայաստանի սահմանադրության փոփոխություն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տասնյակ տարիներ աշխատած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ադրբեջանի ազգային անվտանգության նկատմամբ ուղիղ վտանգներ պարունակող Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունները խաղաղության հաստատման առանցքային պայման են, ինչը պահանջել է Ադրբեջանի օրինական իրավունքն է։ Այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն է։ Ի պատասխան Բաքվի շարունակական պնդումներին Երևանը բազմիցս ընդգծել է, խաղաղության պայմանագրի ստորագրումն ապահովվերացումը կփարատի սահմանադրության առնչությամբ Ադրբեջանի մտահոգությունը։ Երևանի հավաստիացումները, սակայն Ադրբեջանին չեն համոզում։ Դա ցույց է տալիս, որ այդ բոլոր հայտարարությունները, որ կարելի է լավ լուրեր ասել, անհիմն են, այսինքն Բաքուն շարունակում է պնդել սահմանադրության փոփոխության վրա։ Մինչ երկու երկրների առաջնորդները Տիրանայում նախ ոտքի վրա, ապա նստած զրուցում էին, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը նույն գրության մեջ նաև Հայաստանի զինանշանին էր անդրադառնում, Բաքուն դրանում եւս տարածքային պահանջ է տեսնում։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այդուհանդերձ չի կարծում, թե զինանշանի հարցը կարող է հերթական նախապայմանը դառնալ։ Կարծում եմ զինանշանի վերաբերյալ մեկնաբանությունը իմիջիայլոց էր արված, որպեսզի ցույց տվի, որ Հայաստանը ինչ-որ տարածքային պահանջներ ունի հարևանների նկատմամբ, չեմ կարծում, թե այս փուլում Ադրբեջանը դա որպես լուրջ նախապայման է դնելու Հայաստանի առջև։ Պնդելով, թե դա սեփական նախաձեռնությունն է, Հայաստանի իշխանությունները նոր սահմանադրություն մշակելու գործընթաց են սկսել եւ այժմ աշխատում են տեքստի վրա։ Դատելով մինչ այս արված հայտարարություններից այն հաջորդ տարի նոր պատրաստ կլինի։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը քիչ հավանական է համարում, որ փաստաթուղթը մինչ այդ կստորագրվի։ Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունից հետո ակնհայտ է, որ այդ մինիմալ դեդլայնը, որը պետք է ունենալ 26 թվականն է, բայց միգուցե նաև 27 թվականը։ Մինչ այդ ես չեմ պատկերացնում, թե կողմերը ինչպես են կարող ներդեցնել իրենց դիրքորոշումները, այսինքն Հայաստանը ցանկության դեպքում էլ չի կարող ավելի արագ կատարել այդ փոփոխությունները, ուստի կարծում եմ այո, մինչև 26 թվականը դժվար է ակնկալել ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Փաշինյան
Ալիև զրույցից հետո երեկ Երևանը հաղորդեց քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարեւորել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Հստակ պայմանավորվածությունների մասին սակայն խոսք չկար։ Ադրբեջանական կողմը հանդիպման վերաբերյալ առանձին պաշտոնական գրություն չի տարածել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի մասին վկայում է միայն նախագահ Ալիևի սոցցանցերի էջերում տեղադրված մի կարճ հոլովակ, որտեղ տարբեր առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից դրվագներ են։ Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումը դժվար է բանակցություններ անվանել, ինչպես տեսանք շատ ոչ ֆորմալ մթնոլորտում անցող ինչ-որ շփումներ էին, որոնք դժվար թե կարող են ինչ-որ արդյունքներ տալ եւ իհարկե ավելի լուրջ հանդիպում չի կազմակերպել։ Գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Ինչ առ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորությունների հնարավորության մասին այս ամիս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր խոսել, առանց լրացուցիչ մանրամասների։ Ավելի ուշ իշխող քաղաքացիական պայմանագրից չէին հերքել։ Դրա հիմքում ոչ թե Բաքվի դիրքորոշումների փոփոխությունն է, այլ Երևանի տրամադրվածությունը։ Զանգեզուր TV նախկին լրագրողը մեղադրվում է 4 տարի առաջ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերը լուսաբանելով անկարգություններին օժանդակելու համար։ Լրագրողի գործունեությունն այս դեպքում ըստ իրավապահների քրորեն պատժելի արարք է, թե ինչպես եւ ինչու մանրամասներ քննչականը չի հայտնում։ Դատարանի որոշմամբ լրագրողի նկատմամբ խափանման միջոց էլ կա ստորագրությունն չհեռանալու մասին։ Առաջին դեպքն է սա, որ իմ պարտականությունները, մասնագիտական պարտականությունները կատարելու համար ես կարող եմ հայտնվել մեղադրյալի աթոռին։ Հարգելի հեռուստադիտողներ, հենց հիմա մեր ետնավասում ոստիկանները փորձում են սադրել։ Լրագրող Անուշ Միրզոյանը մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել Սյունիքում վարչապետի դեմ բողոքի ցույցերը լուսաբանելու համար։ Խոսքը 4 տարվա վաղեմության դեպքերի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր այցելել ու նրան դիմավորել էին բողոքի ցույցերով, հայհոյանքներով ու սուլոցներով։ Այս իրադարձությունները ուղիղ եթերում լուսաբանում ու պատմում էր Զանգեզուր TV-ի լրագրող Անուշ Միրզոյանը։ Մեղադրանքը հետևյալն է, որ ես իմ լուսաբանմամբ օժանդակել եմ այդ, չգիտեմ, խուլիգանություններին կամ անկարգություններին։ Ինչ է արել, որ օժանդակել է, ինչ է ասել, որ իրավապահները համարում են քրեորեն պատժելի եւ անկարգությունները հրահրող։ Ի վերջո քիչ չեն դեպքերը, երբ լրագրողները լուսաբանում են վարչապետի դեմ բողոքի ցույցերը, որոնք ավարտվում են քրեական գործերով։ Ինչու են հենց այս դեպքի վրա կանգ առել։ Քննչական կոմիտեից այդպես էլ չեն բացատրում, չեն մանրամասնում։ Ազատության հարցերին ընդհանուր են արձագանքել, նշելով միայն քրեական գործի ու առաջադրված հոդվածի մասին։ Ես օպերատորի հետ այնտեղ ուղղակի հեռարձակել ենք, այն ինչ կատարվում էր։ Սյունիքի ակցիաներն այդ օրը լուսաբանում էր Զանգեզուր TV-ն, մյուս լրատվամիջոցներն էլ, Ազատությունն էլ Երևանից այդ դեպքերի մասին ռեպորտաժ էին պատրաստում օգտվելով Զանգեզուր TV-ի կադրերից։ Նախաքննության շահերից ելնելով Անուշ Միրզոյանը քննիչի հիմնավորումների մասին առայժմ չի ուզում հրապարակային խոսել, բայց ասում է մեղադրանքի հիմքում այն է, որ ինքը լուսաբանել է, պատմել է եթերում ու մարդիկ տեսնելով, լսելով եկել են դեպքի վայր ու մասնակցել այդ իրադարձություններին։ Փաստացի ստացվում է, որ նախադեպ է ձևավորվում եւ ոչ միայն ես, պայմանականորեն նաեւ դուք ձեր հեռուստաընկերությունը կամ այլ հեռուստաընկերություն, եթե նույնիսկ Երևանում օրինակ տեղի ունենան, չգիտեմ, պայմանականորեն ասենք որևէ հավաք։ Լրագրողը գնում է խաղաղ ակցիա լուսաբանելու եւ չգիտի թե ինչ կլինի հետո։ Հիմա որ լինի եւ դա լուսաբանվի եւ ուղի եթերով եւ տարբեր տեխնիկական միջոցներով, փաստացի ստացվում է, որ այդ լրագրողները եւս ինչ որ օժանդակել են, որ այդ խուլիգանությունը կամ անկարգությունը տեղի ունենա կամ ինչ որ մեծ թափ հավաքի։ Քննիչը ընդհանուր պահանջել է, որ վարչական հսկողություն կիրառվի լրագրողի նկատմամբ։ Դատարանը մերժել է, բայց երկրից հեռանալ չի կարող։ Խափանման միջոցի քննությունը փակ դռների հետևում է։ Լրագրողները չեն կարող մասնակցել։ Փաստաբանը, որ ներկա է եղել այս նիստին, մեղադրանքը անհիմն է որակում։ Աբսուրդ։ Այն են ասում, որ դուք միակն եք այդ օրը, որ այդտեղ եք եղել, միակ լրատվականն եք եղել, որ այդ օրը Սյունիքում եք գտնվել, եւ դրանով փորձել եք ուղիղ հեռարձակման, այսպես ասած, օժանդակել այդ զանգվածային անկարգությունը, այսինքն մարդկանց տեղեկացնել դրանց մասին, որ մարդիկ դուրս գան, բայց սա չի կարող էլի դիտվել որպես այդպեսի մեղադրանքի հիմք, որովհետեւ մարդը մասնագիտական գործունեությունն է իրականացրել։ Կառավարության ղեկավարի դեմ բողոքի ցույցերը լուսաբանած լրագրողին մեղադրանք առաջադրելով վտանգավոր նախադեպ են ստեղծում մյուս լրագրողների համար, կարծում է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Հանրահավաք է տեղի ունենում եւ հանրահավաքի ընթացքում ինչ որ X միջադեպ է տեղի ունենում, չգիտեմ, ծեծը տեղի ունենում կամ հակաիրավական, որ կգնահատվի հակաիրավական, եւ դա լրագրողը կամ մեկնաբանում է, դուք օժանդակում եք այդ ամեն ինչին։
որը ասած չի կարելի ոչ իրավաչափ, ոչ մարտային, դա այսպես աբսուրդի բառից է արդեն։ Ես բնականաբար լուսաբանելու ընթացքում չեմ արել այն, ինչ օրինակ արել են այն մարդիկ, ովքեր գտնվում էին այդ գործողությունները իրականացնելիս կամ ուղղակի ներկա էին։ Սյունիքի այս բողոքի ակցիայի գործով շաբաթներ առաջ ձերբակալվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Գասպարյանը։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ խուլիգանություն կազմակերպելու համար, տնային կալանքի տակ է։ Կառավարությունը արտոնություններ է սահմանել Հայաստանում բազավորված այն ավիաընկերությունների համար, որ նոր ուղղություններ կբացեն։ Այս հայտարարությունից հետո բյուջետային Wizz Air 8 ուղղություն բացեց նոր, բայց հայկական երկու ավիաընկերությունները Flyone-ն ու Շիրակ ավիան բարձրաձայնում են ստեղծված հակամրցակցային պայմանների մասին։ Իրենք չեն կարող Եվրոպա թռիչքներ ունենալ, քանի որ Հայաստանի Եվրամիության ավիացիոն սև ցուցակում է, իսկ արտասահմանյան ընկերությունները փաստորեն կառավարության աջակցությամբ կգրավեն հայկական շուկան։ Հայաստանյան երկու ավիաընկերություններ Flyone Armenian և Շիրակ ավիան համատեղ հայտարարությամբ դժգոհում են կառավարության սահմանած արտոնությունից, պնդելով, թե դրա հետևանքով մրցակցային առանց այն էլ անհավասար պայմաններն ավելի են խորանում։ Գործադիրի որոշմամբ հայաստանյան կամ այստեղ բազավորված արտասահմանյան ավիաընկերությունները ամեն նոր ուղղության դեպքում Երևանից թռչելիս յուրաքանչյուր ուղևորի համար կստանան 20,000, իսկ Գյումրիից 15,000 դրամ փոխհատուցում։ Ծրագիրը ըստ էության քննարկված է բոլոր խոշոր ավիափոխադրողների հետ, ընդ որում եւ տեղական եւ դրսից ընկերությունների, որոնք պատրաստվում են բազավորվել, այսինքն սա ոչ թե առաջարկ է եկեք, այլ մի տրամաբանություն է, որին արդեն կազմակերպությունները պատրաստվում են եւ ես կարծում եմ մենք շուտով կունենանք այդպիսի ուղղություններ։ Էկոնոմիկայի նախարարի այս հայտարարությունից օրեր անց հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ բազավորվում է Հայաստանում կրկնապատկելով թռիչքները, ավելացնելով 8 նոր ուղղություն։ Մինչդեռ Flyone Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը հիշեցնում է, որ արդեն 5 տարի է Հայաստանը Եվրամիության ավիացիոն սև ցուցակում է, տեղական փոխադրողները զրկված են իրենց ուղևորներին եվրոպական գայթակղիչ ուղղություններ առաջարկելու հնարավորությունից։ Ստացվում է, որ կառավարության այս արտոնությունից կօգտվեն միայն արտասահմանյան ընկերությունները։ Գնալով էլ ավելի մրցակցության պայմանները կսրանան ու տեղական ավիափոխադրողի գոյությունը կվտանգվի։ Գործադիրը հիմնավորում է, թե այս որոշումը կնպաստի զբոսաշրջության աճին, բայց Flyone Armenia-ում նկատում են, որ մեծ թվով ռուս ուղևորներ Զվարթնոց օդանավակայանն օգտագործում են ընդամենը տարանցման, տրանզիտի համար։ Օրինակ նույն Wizz Air-ը տարանցում չունի, այս ընկերության բոլոր ուղևորները պարտավոր են հատել Հայաստանի սահմանը, հետո ճամփորդությունը շարունակելու համար թեկուզ մի քանի րոպե անց նորից մտնել օդանավակայան։ Այսինքն բյուջեից փոխհատուցում կտրամադրվի բոլոր ուղևորների համար, բայց ոչ բոլորը որպես զբոսաշրջիկ Երևան դուրս կգան։ Բացի այդ, այս դեպքում էլ հայկական փոխադրողները կարող են հայտնվել անհավասար պայմաններում, որովհետև այդ թվում Flyone-ը իր ուղևորներին առաջարկում է տարանցում, առանց սահմանը հատելու շարունակել ճամփորդությունը։ Հետևաբար կառավարության արտոնությունից այս դեպքում չեն օգտվի։ Կոնկրետ այդ միջոցները պետք է ուղղվեն մի ուղղությամբ, որի նպատակին չեն ծառայելու, այսինքն որոշման հիմքում դրված է այն հիմնավորումը, որ տվյալ զբոսաշրջիկը պայմանական 2 կամ 3 օր գտնվելու է ՀՀ տարածքում եւ իր ազդեցությունն ունենալու տնտեսության զարգացման գործընթացի։ Flyone Armenian և Շիրակ ավիան մտավախություն ունեն, որ անգամ Երևանում բազավորվելու դեպքում արտասահմանյան ավիաընկերությունները Հայաստանում շահութահարկ չեն մուծի, թեև կառավարության պահանջներից է նաև հայաստանյան մասնաճյուղի բացումը։ Շեշտում են, ի վերջո տեղական ավիաընկերությունները զուտ միայն փոխադրող չեն։ Պարունակում է ազգային անվտանգության էլեմենտներ։ Մեր առջև ունենք նաև վառ օրինակ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե օտարերկրյա ավիափոխադրողները ինչ վարքագիծ ունեցան, օդանավակայանը դատարկ էր մնացել։ Փոխհատուցման համար կառավարության պահանջներից է, որ ավիաընկերությունն առնվազն 1 պարտադիր ուղղություն ունենա Գյումրիից, սակայն Wizz Air-ը Գյումրիից թռիչքների մասին չի հայտնել։ Երևանյան ասուլիսում պատասխանելով երկրորդ քաղաքից թռիչքների հնարավորության մասին հարցին, ավիաընկերության գործադիր տնօրենը անորոշ պատասխան է տվել։ Հստակ պատասխան չեմ կարող ասել որևէ ոչ, բայց մենք քննարկում ենք այդ հարցը Գյումրիում ևս ունենալը։ Wizz Air-ը որպես բյուջետային ավիաընկերություն էժան ավիատոմսեր է վաճառում։ Երևանից թռիչքները հաճախ 40-ից 50 դոլարի սահմաններում են, այսինքն կառավարության փոխհատուցած 20,000 դրամի չափով։
Որոշումը օրերս խորհրդարանում քննադատեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը, բայց վարչապետը հակադարձեց։ Այդ գումարը ավելի լավ էր տրվեր մեկ այլ ոլորտի, չգիտեմ, նույնիսկ թոշակների բարձրացման, ուսուցիչների աշխատավարձի բարձրացման, թե սուղությունների վրա։ Վիզեր ավիաընկերության այս հայտարարությունը նշանակում է, որ հանրապետության туриզմի ոլորտում կատարված միլիարդավոր դրամների ներդրումները արդարանում են, պետական բյուջեի եկամուտները աճելու են եւ որի արդյունքում մենք այդ թվում թոշակները մնացած պետական ծախսերը ավելացնելու հնարավորություն ենք ունենում։ Վարչապետի գնահատմամբ սա օտարերկրյա ուղիղ ներդրում է եւ ազդակ դրսի այլ բիզնեսներին։ Առայժմ որևէ այլ ավիաընկերություն չի հայտարարել Հայաստանում բազավորվելու մասին։ Թեմայի շուրջ կզրուցենք քաղաքացիական ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ։ Եվ այսպես երկու տեղական ավիաընկերություններ բողոքում են, որ իրենց համար փաստացի հակամրցակցային պայմաններ է ստեղծում կառավարության սահմանած արտոնությունը։ Կառավարությունը իր որոշումը հիմնավորում է, որ туриզմը կզարգանա։ Ձեր գնահատմամբ ինչ վիճակ է հիմա հայկական քաղաքացիական ավիացիայի ոլորտում եւ ինչ է կարծում այս որոշումը, ինչ ազդեցություն կունենա։ Հիմա տեսեք, 2019 թվականից Հայաստանի կառավարությունը, 19-20 թվականներից Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որ զարգանան ոչ թե տեղական ավիափոխադրողները, այլ որ զարգանա բոլոր փոխադրումների հիմքը դրվի դրսից եկող այսպես կոչված low-cost ավիափոխադրողների վրա։ Հիմա այսօր կառավարությունը հայտարարում է, որ վիզերի նոր ուղղությունների համար պատրաստ է հատկացնել 20,000 հայկական դրամ ամեն ուղևորի համար եւ պետք է հասկանալ ամեն նստատեղի համար, ամեն ուղևորին չեն հաշվելու։ Եվ վիզերը հայտարարել է, որ ինքը հաջորդ տարվա ընթացքում հոկտեմբերից սկսած 1,200,000 ուղևոր է տեղափոխելու։ Այսինքն Հայաստանի կառավարությունը պատրաստ է վճարելու $60 միլիոն 60 միլիոն, կներեք, եվրո, 60 միլիոն եվրո պատրաստ է վճարելու օտարերկրյա ավիափոխադրողին, բայց չի վճարել որևէ տեղական ավիաընկերության, չի սուբսիդավորել, չի սատարել նույնիսկ 60 միլիոն դրամով։ Բացի այդ, դեռևս 2020 թվականի սկզբին, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց սուբսիդավորել Ryanair-ին, կառավարության ճնշման տակ Զվարթնոց օդանավակայանը ստիպված եղավ ընդունել նոր ուղղությունների բանաձև, այսինքն նոր ուղղությունների համար օդանավակայանը արդեն իսկ կանխատեսում է զեղչեր, զգալի, շատ շոշափելի զեղչեր։ Այսինքն կա զեղչերի մաս օդանավակայանի ծախսերով, որը որ կազմում է մոտավորապես 25-30% ավիափոխադրումների։ Իմիջիայլոց ասեմ, որ այն ժամանակ օդանավականների միջազգային ասոցիացիան բողոք ներկայացրեց, կոնկրետ եկել է նամակ իմ անունով օդանավակայանի տնօրինության եւ տնտեսական ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Թունյանի ասցեով եւ խնդիրը եղել է, որ այսինչ եք անում, դուք իրավունք չունեք։ Միջազգային օրենքները, քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության օրենքները, բանաձևերը արգելում են դեմպինգի ցանկացած ձև, լինի դա արհեստական գնիչեցում, լինի դա հատուկ կարգավիճակ ինչ որ ընկերությունների համար, լինի դա խտրականություն որևէ միջոցով։ Այսինքն դու իրավունք չունես խտրականության, դու իրավունք չունես սուբսիդավորելու։ Ընդհանրապես երկրները այդ խտրականությանը դիմում են սեփական ավիաընկերություններին սատարելու համար զարտուղի ճանապարհներով, այնպիսի ճանապարհներով, որ չերևա, միջանկյալ ճանապարհներով, միջնորդավորված միջոցներով եւ ընկերությունները, տեղական ընկերությունները շահում են։ Ստեղ կոնկրետ Հայաստանի կառավարությունը հանդես է գալիս սեփական ավիաընկերությունների դեմ ընդդեմ միջազգային կարգավորումների, դեմպինգի մասին, կրկնեմ, որ դեմպինգը դա անօրինական գնիչեցումն է, երբ որ գնիչեցումը կատարվում մի ընկերությանը շուկայից հանելու, դա ընդհանրապես անում են հարուստ ընկերությունները։ Տվյալ պարագայում ոչ թե վիզերն է դեմպինգ անում, հաշվի առնելով նրա իր ֆինանսական հնարավորությունները,
այլ Հայաստանի կառավարությունն է վիզերին ֆինանսավորում տեղական ընկերություններին դեմպինգով շուկայից հանելու։ Շնորհակալություն։ Զրուցում էինք քաղաքացիական ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ջաղարյանի հետ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում։ Լոռու Արջուտի ոսկու հանքի աշխատողները պահանջում են բարձրացնել աշխատավարձերն ու վերանայել աշխատաժամանակը, սակայն ի պատասխան ազատման դիմում գրելու հորդոր են ստացել։ Ձեր չի տալի ասма գնա ձեր տուն։ Այ քեզ բան։ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ողջունելով ԱՄՆ դրական դերը։ Խելառների տուն, Թարսուշի տակ թանգարան, Գյումրիում այցելելու նոր ու հետաքրքիր տեղեր են բացվում։ Լոռու մարզում Արջուտի ոսկու հանքերի տասնյակ աշխատակիցներ բողոքում են ցածր աշխատավարձից եւ աշխատանքային պայմաններից։ Ասում են ժամանակին իրենց խոստացել են վարձատրությունն ավելացնել, սակայն գումարը նույնն է, աշխատաժամերը 8 ժամից ավելի։ Աշխատակիցները մի քանի օր է ի նշան բողոքի գործի դուրս չեն գալիս, ղեկավարությունը սակայն նրանց պահանջներին չի արձագանքել, պահանջել է ազատման դիմում գրել։ Ոչ մի պատասխան չկա։ Ոնց որ համարած լինել կոպիտ ասած։ Արջուտի ոսկու հանքի աշխատակիցներն անցած 2 տարիներին առաջին անգամ կտրուկ պահանջներ են ներկայացնում իրենց գործատուին։ Պատճառը չբարձրացող աշխատավարձերն են ու հավելյալ աշխատաժամերը։ 2 տարի գործող հանքավայրի տասնյակ աշխատողներ արդեն մի քանի օր գործի չեն գնում։ Նրանք հանքի ղեկավարությունից պահանջում են այնինչ վաղուց էր խոստացվել՝ արժանապատիվ վարձատրություն եւ օրինական աշխատաժամանակ։ Խոստումներ, որ մնացել են օդում, ինչպես հանքափորների թոքերում նստած փոշին։ Օրինակ մենք պայմանագրում ստորագրել ենք, որ 36 ժամ է, որ մենք պետք է աշխատենք շաբաթական, բայց աշխատում ենք 48 ժամ։ Այդ մեր շաբաթական 12 ժամերը կորում է։ Աշխատավարձներից քիչ է։ 150,000, իսկ բայց մենք այնտեղ 12 ժամ աշխատում ենք 2 մենք։ Ու հետո այդ ասենք շամ թույնի մեջ, այդ մենք ամսաղս է գիրենք։ Հարցը մեր աշխատավարձն է, որ բարձրացնեն տան մեր աշխատածի գումարը, որ մենք աշխատում ենք 12 ժամյա, որ պետք է աշխատենք 8 ժամ։ Ես բազմազավակ տղա եմ, ունեմ 5 երեխա։ Մեր երեխեքի նորմալ կյանքը բարելավելու համար 2 կոպեկ ավել ուզում ենք աշխատավարձ բարձրացնենք։ Ոչ էս հանքի շահագործումն ենք ուզում խոչընդոտենք։ Ոչ էլ ուզում ենք մեր տեղը ուրիշը գնա աշխատի։ Դրանք խոստումներ են, չէ՞ տվել, որ դուք աշխատում եք առաջ ամիս փորձաշրջան 150,000, անցնում եք աշխատանքի 160,000, 170 ու շարունակել եք։ Այդ հիմքով ենք մենք աշխատել այդ հույսով։ Եղել է, որ իրանց ասեք, բարձրացնեք խնդիրները։ Բազմիցս ասել ենք այդ հարցով ոչ մեկ ստույգ, ոչ մի բան, այսօր, վաղը մի ամիս հետո, 10 օր հետո։ Բակտեկ էկոընկերությունը Արջուտի ոսկու հանքի շահագործման լիցենզիան ստացել է 11 տարի առաջ, 25 տարի ժամկետով, սակայն աշխատանքներն սկսել է ընդամենը 2 տարի առաջ։ Այստեղ ոչ միայն արդյունահանում, այլ նաև ձուլում են ոսկին ու արծաթը ամբողջական շղթայով։ Այդ մասին դեռ տարիներ առաջ լրատվամիջոցներին ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանն էր ասել։ Աշխատակիցներն իրենց հաշվարկներն ունեն, եթե մաքուր ոսկի է դուրս գալիս, ապա իրենց աշխատավարձն էլ պետք է դրան համապատասխան լինի։ Մեր հանքում բոլոր process-ը տեղի ունեն, այսինքն հումքի ջարդումից մինչև ոսկու պատրաստի այդ սալիկները։ Հիմա օրինակ դրաբիրկում ենք այս աշխատում։ Մաքուր ոսկի են ստանում։ Մաքուր ոսկի են ստանում, հա։ Մենք հասկանում ենք էլի գումար աշխատում են իրանք թե չէ։ Դուք հիմա գործի գնում եք, չեք գնում։ Չենք գնում, ո՞նց ենք գնում, ոչ մեկն չի գնում։ Բա դրան ոնց են արձագանքում։ Ոչ մի բան։ Սենց էլի, չենք եկել, չեք ուզում գործից դուրս եկեք։ Ձեր չի տալի ասма գնա ձեր տուն։ Այ քեզ բան, չի կարելի։ Ասենք լավ։ Կոնկրետ դուք ինչ գործ եք անում։ Ես ընդ Արին եմ տալի, Քիրա ջան, Արին։ Արինը գիտես չէ որն է։
Վանաձորից 12 կիլոմետր, իսկ Արջուտ գյուղից ընդամենը 5-6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բացանքի սեփականատերը Գրիգոր Բադիրյանն է, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավոր խորհրդականն ու Արդարադատության խորհրդի նախկին անդամը։ Կառավարության դեռ 11 տարի առաջ տված թույլտվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան 100,000 տոննա հանքաքար արդյունահանել։ Ընկերության տնօրեն Ազատ Վարդանյանի հետ խոսել չհաջողվեց։ Նա կամ անպատասխան էր թողնում զանգերը, կամ լրագրողի ձայնը լսելուն պես անջատում հեռախոսը։ Կները գրակի վրա եմ, ես չեմ կարող խոսալ հիմա։ Օրերս ընկերության ղեկավարությունն աշխատակիցների բողոքին արձագանքելու փոխարեն նրանց հետ հանդիպելուց ևս խուսափեց։ Տարածքում միայն ընկերության անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան երևաց։ Բանվորներին տեղափոխող ավտոբուսն էլ շեղեց իր ճանապարհը մասնակիցներին հեռացնելով բողոքի վայրից։ Սպասող գործընկերների կարծիքով ղեկավարությունը նախապես իմացել էր լրագրողների այցի մասին։ Տեղի ունեցավ, որ մեզանից ինչ որ մեկը տեղեկություն ա տվել ղեկավար կազմին ու այս պահին ավտոբուսը մեզանից առևանգեցին։ Մեր տղեկին էլ է դա։ Հիմա այս է մեր մեքենաներով գնացել են, որ տղեկին բերեն։ Մեր ասացի ժողովի են կանչել ընդեղի պես ժողով, բայց ոչ մի ժողով էլ չկար։ Խապելով ուզում են տանեն նստեցին են Ուրալ, բայց ոչ մեկ չի գնացել նստե Ուրալ։ Բայց բաց տեղը մենք չէ որ ավտոբուսը գալիս այստեղ, այս 2 տարի ավտոբուսը ստեից ա գալիս, ստեից ա գնում։ Չգիտեմ, ավտոբուսը ճամփրիսից ձեր դարձերին տարան։ Ղեկավարությունը ոչ միայն աշխատավարձերը վերանայելու հույս չի տվել բողոքողներին, այլև հակահարվածի է գնացել։ Այսօր հանքի աշխատողներից տեղեկացանք, որ պահանջ են ստացել գալ եւ ազատման դիմումներ գրել։ Երեք պարզը բացատրեցի, ասեցի 40 ասել եմ ավելացրեք, մարդիկ բրցանան գործի, ասում չի լի։ Չի լի, եթե 20-ի բրցացնի, ես 20-ի մա չեմ բրցանում։ Այսինքն ձեր պահանջը գոնե 40,000 դրամ ավելացնել։ 40-ից 50,000 դրամ է մեր ուզածը, դա ընդամենը 80 հոգու մեր 4 միլիոն դրամ բան է կազմում, եթե ամբողջը գումարը մեկ իրար։ Ամսական։ Մինչ մաքուր ոսկին շողշողում է Բակտեկ էկոյի գրասենյակներում, հանքափորները մտադիր են շարունակել պայքարը արժանապատիվ աշխատավարձի համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները գիտակցել են իր կառավարության հետ երկխոսության անհրաժեշտությունը Թբիլիսիի հետ շփումներից հրաժարվելուց ամիսներ անց եւ փափագում են դարձյալ Թբիլիսիի հետ երկխոսել։ Եվրոպական միության հետ դաշինքի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշումը Եվրամիության կողմից քննադատության արժանացավ, իսկ երկրում ցույցեր սկսվեցին։ Կադրերում մենք տեսանք, որ հենց եվրոպացի ղեկավարներն էին նախաձեռնում ձեզ հետ զրույցները, որն էր պատճառը։ Ինչպես գիտեք, հաղորդակցման մեջ որոշ սահմանափակումներ կային։ Ակնհայտ է, որ մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են վերականգնել կապը Վրաստանի հետ։ Բոլորը պետք է ընդունեն, որ մեր տարածաշրջանում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայի ու հատկապես Եվրոպական միության համար։ Մեր դերը իհարկե կարևոր է, հետևաբար ի վերջո բոլորը հասկանում են Վրաստանի եւ նրա ղեկավարության հետ խոսելու անհրաժեշտությունը։ Հավանաբար հենց այդ պատճառով է, որ այս նախաձեռնություններից շատերը գալիս են հենց եվրոպացի ղեկավարներից։ Իսրայելի օդային հարվածներից մեկ օրում առնվազն 146 պաղեստինցի է սպանվել, մոտ 500-ը վիրավորվել, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Մարտին խախտված հրադադարից հետո 5 օրվա հարվածները ամենամահաբերն էին։ Մինչ այդ նոր հրադադարի համաձայնություն դեռ չկա։ Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ զորքերն է մոբիլիզացրել եւ ինտենսիվ հարվածներ հասցրել, պատրաստվելով Գազայի հատվածում գործողությունների ընդլայնման համար։ Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակն է Գազայում վերացնել արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասին։ Համասը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել էր Իսրայելի վրա, սպանելով մոտ 1200 մարդու եւ գերի վերցնելով 250-ին։ Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից ի վեր այստեղ ավելի քան 53,000 մարդ է սպանվել, գրեթե 2 միլիոն մարդ լքել է իր բնակավայրը։ Հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում ծայրահեղ ծանր է, մարդիկ զրկված են սննդից, դեղորայքից, բուժօգնությունից։ Երեխաների հետ քնած էի, հրթիռն ընկավ այստեղ, երեխաներն օդ բարձրացան, այստեղ այնտեղ ընկան, մի կերպ հավաքեցինք նրանց ու նստեցրինք այստեղ, մի զոհեր ընկած այստեղ, մաս էր եղել, նայեք արյունը։
Ոչ ուտելու բան ունենք, ոչ խմելու։ Հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ։ Ինչ անենք, որտեղից սնունդ գտնենք։ Վրանն էլ հարվածի ենթարկվեց։ Եթե նույնիսկ մի քիչ բրինձ, մակարոն կամ այլ բան էր մնացել, հարվածից հետո ամեն ինչ կորավ։ Հիմա որտեղից կարող եմ սնունդ գտնել երեխաներիս համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում ողջունել է Միացյալ Նահանգների դրական դերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման գործում, հաղորդում է Reuters-ը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը իր տելեգրամի ալիքում հայտնել է նաև, որ Լավրովը Ռուբիոյի հետ համաձայնության է եկել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հետագա շփումները շարունակելու վերաբերյալ։ Երեկ Ռուսաստանն ու Ուկրաինան 3 տարվա մեջ առաջին ուղիղ բանակցություններն անցկացրեցին Ստամբուլում, որոնք սակայն չհանգեցրեցին զինադադարի։ Ռուսաստանի գլխավոր բանակցողը հայտարարեց, որ Մոսկվան և Կիևը կներկայացնեն իրենց տեսլականը հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ։ Մինչ այդ ռուս-ուկրաինական բանակցություններից մի քանի ժամ անց Ռուսաստանը անօդաչիով խաղաղ բնակիչների է թիրախավորել Ուկրաինայի սահմանամերձ Սումիի շրջանում մարդատար ավտոբուսի վրա ռուսական հարվածից 9 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը վիրավորվել է։ Ծրագրի ավարտին վերադառնանք Հայաստան և տեղափոխվենք Գյումրի, այստեղ թանգարանների պակաս չկա, թե սիրելի գրողների տուն թանգարաններ, թե գեղանկարիչների պատկերասրահներ, բայց կան նաև շատ յուրահատուկ թանգարաններ, որտեղ բացահայտվում են քաղաքի համ ու հոտը և գյումրեցիների անսպառ հումորը։ Էքսկուրսավար Վարսենիկ Եղոյանն է, այցելուներին է դիմավորում։ Որ մեր թանգարանում հավաքելու են 20-րդ դարի սկզբի մեր փողոցային քենտերի, ովքեր կերտել են Գյումրվա պատմությունը։ Իսկ Գյումրվա այգուբենը սկսվում ու վերջանում է Գ տառով։ Ես ձեզի սիրեմ Գ, գուրգուրեմ Գ, համբյուրեմ Գ, ժտեմ Գ։ Իսկ մեր թանգարանում լավագույն բառը դա խելրին Գ։ Ես ձեզի համար խելրին Գ, որ դուք ես ուրումը դա մեր Եղոյանն աշխատում է մի թանգարանում, ուր գյումրեցի խելառներն են իրենց պատմություններով։ Քաղաքի հենց կենտրոնում, վարպետաց փողոցում, որտեղ կողք կողքի Շիրազի ու Իսահակյանի տուն թանգարաններն են, արդեն 2 տարի է գործում է խելառների ազգային կենտրոնը։ Գյումրվա ամենահայտնի խելառը Օրիորդ Վարսենիկն է։ Այցելուները ցանկության դեպքում կարող են նրա պես գեղեցիկ գլխարկ դնել, պայուսակը թևին գցել, անձրևանոցով թանգարանում շրջել ու երկրպագուներից ծաղիկներ ստանալ։ Եկեք համոզենք Օրիորդ Վարսենիկին, Օրիորդ Վարսենիկին ծաղիկներ նվիրի, դնվի։ Օրիորդ Վարսենիկը գյումրեցի մեծահարուստի դուստր է եղել։ 1900-ականների սկզբին մեկնել է Սանկտ Պետերբուրգ ու այնտեղ արվեստի ակադեմիայում սովորել, հետո Բեռլինում իրավագիտություն։ Վերադառնալով Գյումրի հայոց ցեղասպանությունից հետո սկսել է աշխատել Ամերկոմի որբանոցում ու հենց այնտեղ իր միակ սիրուն հանդիպել։ Միսիոներ Ջեքսոնը խաբում է Օրիորդ Վարսենիկին, չի ամուսնանում, եւ Օրիորդ Վարսենիկը իր սիրուց այսպես խենտանալով սկսում է քայլել Գյումրվա փողոցներով, քայլում է ու նամակներ է գրում իր սիրելին, գրում է ամենուր մայթերի վրա, փողոցի վրա, շենքերի վրա, գրում է ու հետո էլ հետ է գրում նաեւ պատասխանը, մինչեւ կյանքի վերջ։ Չնայած վատ պայմաններին Օրիորդ Վարսենիկը միշտ իր արիստոկրատ տեսքը պահել է։ Միշտ պայուսակը թևի տակ, ծաղկեփունջը ձեռքին, հովանոցը գլխին ու ամենակարևորը կարմիր կռասկեն շուրթերին։ Ասում են, երբ կարմիր կռասկա չի ունեցել, սև վաքսն է քսել շրթունքներին։ Գյումրեցի էլի հայտնի խելառներ կան, խելառ Սարգիսը, Քիթ Արմենակն ու այլոք։ Նրանց կողքին գյումրեցի հայտնի հումորի վարպետներն են Պոլոս Մուկուչը, Ծիտրո Ալեքը, Ջղեր Խաչիկը։ Նրանցից էլ անեկդոտներ են պատմում։ Եթե տեղացիներն իրենց խելառներին ու հումորի վարպետներին գիտեն, օտարերկրացին դժվար գիտենա ու հասկանա, թե ուր է ընկել։ Մեր թանգարանի վրա գրված է խելառների ազգային կենտրոն եւ կողքին գրված է Դուրդոմ, չէ՞, մենք կադագով ենք այդպես ասում Դուրդոմ, ուրեմն ռուսները այսպես վազեցին ամբողջ խմբով, ասում են, «А почему вы открыли двери? А почему вы открыли двери?» Իրենք մտածում են, թե սա ինչ որտեղ է, որտեղ այո գժանոց է, բայց սա մեր խելառնոցն է։ Շատ հետաքրքիր է իսպանացիների արձագանքը մեր հանդեպ, որովհետեւ իրենք էլ ասում են, որ մենք էլ ունենք այսպիսի խենթեր։ Խելառների թանգարանում սայլուգնոց էլ կա, ծուռ հայլիներ
գինիների սենյակ էլ, մարդիկ այստեղ կարողանում են լիաթոք ծիծաղել ու խենթանալ, ասում է տիկին Վարսենիկը։ Սա մեր խելառնոցն է, մեր ուրախվայրն է, որտեղ մենք ընդունում ենք մեր հյուրերին եւ ժպիտ եւ ուրախություն ենք պարգևում։ Այնպես որ մեր հյուրերը ոչ մեկը դեռ այստեղից դուրս չի եկել մի քիչ գյումրեցի չդարձած։ Մի քանի փողոց այն կողմ էլ մեկ այլ, Թարսու Շիտակ թանգարանն է։ Դռնից ներս մտնելիս պիտի աչքդ առաստաղին պահես, քանի որ տան կահ կարասին բացի հատակից նաև առաստաղին է հայտնվել։ Շատ հյուրեր ենք ունենում, որ անգամ առաստաղին փակցված իրերը չեն նկատում, միայն մեր մեկնաբանելուց հետո արդեն մեծ ուշադրությամբ նայում են ու զարմանում են ոնց է հնարավոր, որ նմանատիպ ծանր իրերը ներքևից տեղափոխվել են դեպի վերև։ Մտահղացումը գինեգործ Ցոլակ Վարդանյանինն է, ով սկզբում ուզում էր գյումրեցի մեծահարուստ Տեր Մարտիրոսովների տունը գինու համտեսարան դարձնել, բայց հետո տան հին իրերը իրար գլուխ է բերել ու 3 սենյակը վերածել թանգարանի։ 1920-ից մինչև 2000-ականների գույք է ներկայացված թանգարանում, հատկապես դպրոցական այցելուներին հին հեռախոսներն են զարմացնում։ Հեռախոսներից ամենաշատն են ցնցվում, որ ոնց կարելի է նմանատիպ հեռախոսներով առհասարակ խոսել կամ օգտագործել։ Իսկ թե ինչու Թարսու Շիտակ, դա էլ կյանքի դրվածքից են վերցրել։ Որ կյանքի դրվածքն է Թարսու Շիտակ, եւ ինչպես բոլորի մոտ են տեղի ունենում այդ Թարսու Շիտակ երևույթները, այդպես մենք մեզ մոտ իրերն ենք ներկայացրել։ Իսկ ինչպես են կարողացել ծանր իրերը պահարան, մահճակալ, սառնարան ու էլի լիքը գույք առաստաղին հարմարացնել, որ չպոկվեն ու չընկնեն։ Իրականում կատարված են հաշվարկների հիման վրա, օրինակ եթե մեզ մոտ մահճակալը 20 կիլոգրամ է որպես այդպիսին, ներկայացվում է վերևում որպես 60 կիլոգրամանոց իր, ու մեզ մոտ առաստաղը պատրաստված է փայտից, որը այդ հնարավորությունը տվել է իրերը վերևում ամուր ներկայացնելու։ Այս թանգարանն էլ գործում է արդեն 3 տարի ու ըստ աշխատակիցների այցելուների պակաս չունի։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում և սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում են երկուշաբթի օրվանից ժամը 8-ից։ Հաջողություն։